Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում։ Աշխարհում դժվար է գտնել գեթ մեկ հայի, ով այս տողերը անգիր չգիտի։ Չարենցը հանճար էր և դեռևս չբացահայտված ֆենոմեն։ Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում և դարձել հայ նորագույն գրականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Նրա ստեղծագործություններում արտացոլված են ժամանակի ցավերը, մարդու ներաշխարը, պայքարը, սերն առ հայրենիք։ Չարենցի անունը սերտորեն կապված է հայ գրականության վերածննդի հետ։ Նրա «Ես իմ անուշ Հայաստանի» տաղարան, գիրք ճանապարհի և բազմաթիվ այլ ստեղծագործություններ այսօր էլ շարունակում են հուզել ընթերցողներին և հիշեցնել հայրենիքի ու ազգային ինքնության արժեքը։ Մարտի 13-ին հայ գրականությունը հիշում և նշում է մեծ բանաստեղծ, արձակագիր և հասարակական գործիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրը։ Ամեն տարի այս օրը բազմաթիվ մարդիկ հավաքվում են Չարենցի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելու մեծ բանաստեղծի հիշատակին։ Գրականության սիրահարներ, ուսանողներ, դպրոցականներ և մշակույթի գործիչներ այստեղ ընթերցում են Չարենցի բանաստեղծությունները, ծաղիկներ խոնարհում և հիշում նրա թողած հարուստ գրական ժառանգությունը։ Եղիշե Չարենցը մեր գրական մտավոր կյանքի բարձրագույն դրսևորումն է։ Չարենց անունը ոչ միայն գրական աշխարհի համար է, ոչ միայն մտավոր մշակութային աշխարհի համար է, ոչ միայն հումանիտար աշխարհի համար է, այլ համազգային մի անուն է, որովհետև իր մեջ պարփակում է մի ամբողջ ժողովրդի գոյաբանություն, մի ամբողջ ժողովրդի ծննդաբանություն, մի ամբողջ ժողովրդի անցյալն ու ներկան։ Դավիթ Գասպարյանն անկեղծանում է Չարենցի հոբելյանին լրջորեն են պատրաստվում։ Մյուս տարի այսօրը կլրանա Չարենցի ծննդյան 130-ամյակը։ Դե պատրաստվում ենք, հատորները տպագրվում են, նոր հատորները։ Չարենցի հետ կապված գիտական հրատարակություններ կան, որ ընթացքի մեջ են տպագրվում են մենագրություններ, մատենագիտական աշխատանքներ։ Չարենցի տուն-թանգարանում ամեն տարի մարտի 13-ը տոնական է, այս տարին էլ բացառություն չէ։ Մարտ ամիսը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համար շատ տոնական ամիս է և մասնավորապես ամսի 13-ը տոնական օր է։ Եվ այդ օրը անձնակազմը շատ մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ է սպասում և նախապատրաստվում։ Այս տարի բնական է ինչպես ամեն տարի ունենք միջոցառումների շարք, որոնք պիտի օգնեն հիշատակելու և նշանավորելու Եղիշե Չարենցի ծնունդը։ Եվ այդ միջոցառումների շրջանակում նախատեսված է մեկ բացառիկ նմուշի ցուցադրություն, չգրված թուղթ, այդպես է վերնագրված։ Տուն-թանգարանի աշխատակազմը տոնական օրը սկսում է ծաղիկների խոնարհումից, Չարենցի թոռնուհին ևս անմասն մնալ չէր կարող։ Ամեն տարի հայ ժողովուրդը նշում է իր հանճարեղ զավակի ծննդյան տարեդարձը, այսօր նրա ծննդյան 129-ամյակն է, և ամեն տարի այդպիսի հուզված և նույն զգացմունքներով ենք, մանավանդ երբ որ տեսնում եմ, որ հավաքվում են աշակերտները, հայ ժողովուրդը, որովհետև հայ ժողովուրդը նրան միշտ սիրել է։ Նույնիսկ իր կենդանության ժամանակ իրեն այնպես են ողջունել, դիմավորել, ինչպես հիմա էր։ Ավանդաբար հուշարձանի մոտ հնչում են Չարենցի հայտնի տողերը, որոնք տարիներ անց էլ շարունակում են միավորել մարդկանց և հիշեցնել հայրենիքի, ազատության ու սիրո մասին։ Նայեցեք, նայեցեք, դուք ինձ չեք ճանաչում, ես սիրել եմ աշխարհը այնքան, բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում, ես թաղել եմ թևերս արնաքամ։ 1000 վարդ կբացվի աշխարհի մեջը, 1000 աչք կթացվի աշխարհի մեջը, 1000 սիրտ կխոցվի աշխարհի մեջը, էշխը կրակ կլի, արին կմնա։ Ես եմ հիմա մի պոետ և իմ անունը Չարենց, պիտի վառվի դարերում, պիտի լինի բարձր ու մեծ, ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի վառվող ապագան։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։